Որքան իրատեսական է, որ Ռուսաստանը մասնակցի TRIP նախագծին, որտեղ 74% մասնաբաժինը Միացյալ Նահանգներինն է, 26%-ը Հայաստանին է։ Նախ հիշենք, որ դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված Երևան-Մոսկվա-Բաքու փաստաթղթով պիտի ապաշրջափակվեին տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը, եւ Հայաստանը պիտի երաշխավորեր Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը։ Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մարմինները։ Այս փաստաթուղթը սակայն, որ 2020-ին հաստատեցին 5 տարով, այլևս անկենսունակ է ժամկետանց։ Նաև գերիների վերադարձ նախատեսող այս եռակողմ համաձայնագիրը ժամկետի մեջ էլ ըստ էության գործ չէր անում։ Հայաստանը համառորեն հրաժարվեց թույլ տալ, որ ռուսական FSB ուժերը գան, անկայվեն Հայաստանի տարածքում եւ հաստատորեն այդ համաձայնագրի նոր կետը չիրագործվեց։ Մինչև այդ էլ բոլոր կետերը խախտվել էին պերմանենտ, այնպես չէր։ Մինչև այդ էլ իհարկե բոլոր կետերը խախտվել էին, բայց հիմա արդեն կարող ենք ասել, որ այդ համաձայնագիրը որևէ իրավաբանական ուժ չունի այլևս։ Հիմա Մոսկվան պատրաստակամություն հայտնելով միանալ TRIP-ին Երևանին առաջարկում է անցկացնել թեմատիկ խորհրդակցություններ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ։ Մենք հաստատում ենք պատրաստակամությունը ուսումնասիրելու նախագծին միանալու հնարավոր տարբերակները, այդ թվում ռուսական երկաթուղիների եզակի փորձառությունը հաշվի առնելով, բայց նախ եւ առաջ անհրաժեշտ է ծանոթանալ այս նախաձեռնության իրականացման եւ գործունեության բոլոր մանրամասներին։ Որքան մենք ենք հասկանում, այն գտնվում է սկզբնական փուլում։ Երևանն ըստ էության այս առաջարկը մերժել է, նշելով, որ ոչ Ռուսաստանի, ոչ էլ Թուրքիայի TRIP-ին մաս կազմելու հեռանկար չի տեսնում։ Հայկական կողմը սակայն նաև պնդում է անում, թե նպատակ չկա որևէ կերպ դուրս թողնել Ռուսաստանին։ Ռուսաստանը տարբեր ենթակառուցվածքներում ներկայություն ունի, նույն երկաթուղիներում եւ սա Ռուսաստանի համար եւս կրկին TRIP-ում ոչ, բայց TRIP-ի շարունակություն, TRIP-ին առնչվող ուրեմն այլ գործունեություն, կապ, համագործակցություն կարող է նաև ստեղծվել Ռուսաստանի Դաշնության համար։ TRIP-ին մոսկովյան մասնակցությունն ի դեպ մասնագետներն էլ հնարավոր չեն համարում, նահանգների սրտով չի լինի, չի համաձայնի։ Համարում են, որ TRIP-ը հենց Մոսկվային խաղից հանող նախագիծ է։ Ամերիկյան կողմը չի համաձայնվի դրան, որովհետև մի պարզ պատճառով TRIP-ը ստեղծվել է Ռուսաստանը շրջանցելու համար, դա մի նախագիծ է, որը որ նախատեսում է կենտրոնական Ասիայից բեռների տեղափոխում Ադրբեջանի եւ Հայաստանի միջոցով Թուրքիային տեղել Եվրոպան եւ որը որ պետք է շրջանցի Ռուսաստանը եւ բերել Ռուսաստանին խցկել կամ ներգրավել այդ նախագծի մեջ անտրամաբանական եւ նաեւ դա կտողե դարի այդ նախագիծը։ Բայց անուղղակիորեն մասնակցություն ինչ որ առումով հնարավոր է։ Հայաստանը առաջարկել է Ռուսաստանին, որպեսզի կառուցվի երկաթգիծ, ասենք Իջևանից Ղազախ հատվածում, որով ադրբեջանական երկաթուղիները ուղիղ կերպով կմիանան Հայաստանի երկաթուղիներին։ Իսկ Ադրբեջանից այսօր լրահոս են ուղարկել մեջլիսական Գուդրաթ Հասանգուլիևի խոսքը։ Բաքվից ասում են, մինչև Հայաստանում հերթական ընտրությունները, այսինքն մինչև հունիս կարող է խաղաղության պայմանագիր կնքվի, եւ որ դրա համար Հայաստանը պետք է պարտավորություն ստանձնի, որ իր նոր սահմանադրության մեջ տարածքային պահանջներ չեն լինի Ադրբեջանի նկատմամբ։ Մեջլիսականն ասել է նաեւ, թե Նախիջևանի զարգացումը արագացնելու համար բեռները պետք է Նախիջևան տեղափոխվեն երկաթուղով եւ պետք է տեղափոխվեն Հայաստանի միջոցով։ Այժմ Հայաստան բեռները տեղափոխվում են Ադրբեջանի միջոցով, Ադրբեջանը վառելիք է վաճառում Հայաստանին։ Եթե Հայաստան բեռները տեղափոխվում են Ադրբեջանի միջոցով, ապա կարծում եմ, որ Ադրբեջան բեռները նույնպես կարող են տեղափոխվել Հայաստանի միջոցով։ Մենք կարող ենք վերականգնել Ադրբեջանը Հայաստանի հետ կապող երկաթուղային գիծը, այդ թվում Սադարակ Երևան երկաթուղին։ Թուրքիայի եւ Հայաստանի միջև ճանապարհները մինչև մարտ բացելու հարցն էլ ըստ ադրբեջանցի պատգամավորի հիմա քննարկվում է։ Իսկ հայտնի է Անկարան երբևէ չէլ թաքցրել Երևանի հետ լավ հարաբերություններ կլինեն, եթե Երևանը լավ լինի Բաքվի հետ։ Ու մինչև Անկարան կխոսի ճանապարհների մասին, կպարզվի թերևս Մոսկվա, Երևան, Վաշինգտոն, Եռանկյան անկյունների սրությունը։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։